Եթե Գագիկ Ծառուկյանին 2 տարի առաջ արգելել էին ղեկավարել Բարգավաճ Հայաստանը եւ զբաղվել քաղաքականությամբ, ապա այսօր ավտորիտար ռեժիմն այդ արգելքը հանել է։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Պատասխանելով Ազատության հարցին, թե ինչու որոշվեց հանել այդ արգելքը, ընդդիմադիր падգամավորը շեշտեց, իշխանությունը փորձում է վերահսկողության տակ վերցնել ընդդիմադիր էլեկտորատը։ Եվ հասկանալի է, որ խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր ժողովրդի կարծիքը, այս խնդիրն է նրանք հետապնդում, խնդիր կա մեղմելու ատելությունը, խնդիր կա մեղմելու տնտեսական ճգնաժամը և դրա համար արդեն կարիք ունեն ներգրավելու լրացուցիչ ուժեր, սրա մասին է խոսքը և ես այս տեսանկյունից եմ դիտարկում այս ամենը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն, ավելին, ինչպես նշեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, դա շատ հավանական է։ Պարզ խոսքով ասած, իսկապես հարվարդ պետք չի ավարտել, որպեսզի հասկանալ, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը միևնույնն է զբաղվում է քեզնով։ Մենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունենք, մենք աշխատել ենք եւ որևէ խնդիր չենք տեսնում։ Իրեն մոտեցումը, որ փոփոխություններ երկրում տեղի ունենան առանց արյան, դա արդեն ամենալավ դաշտն է, որ կարելի է համագործակցել ցանկացած այդ տրամաբանությամբ առաջնորդվող քաղաքական ուժի հետ։ Անդրադառնալով Ծառուկյանի իշխանափոխության ձախողված փորձին, Դաշնակցություն խմբակցության ղեկավարն ընդգծեց, հիմնական պատճառը սխալ մարտավարությունն էր, եթե մի բան ասում ես, հետևանքների համար պետք է պատասխան տաս։ Եվ լավ է, որ ասենք, կեսից իսկապես Գագիկ Ծառուկյանի կամքը եղավ քաղաքական, որ տեսավ, որ ի վերջո սա բերելու է արյունահեղության եւ կանգնեց։ Դրա համար մենք դա ողջունել ենք եւ այդ մոտեցումը գնահատել ենք մենք։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչու է իշխանությունը որոշել քաղաքականություն վերադարձնել Գագիկ Ծառուկյանին, ընդգծելով չկայացած փաստերի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս։ Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չթաքցրեց, ինչպես եւ նախկինում առաջիկայում էլ ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնելու գործում Ծառուկյանն անփոխարինելի է։ Եվ առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնել եւ միասնական ուժերով գնալ պայքարելու երկրում ստեղծված մի շարք խնդիրներ եւ իրավիճակը փոխելու նկատառումներով ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի անձը մեծ հաշվով անփոխարինելի է։ ԲՀԿ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ Ծառուկյանն առաջիկայում ինքն էլ կղեկավարի Բարգավաճ Հայաստանը, եթե վերադառնա մեծ քաղաքականություն։ Էնֆիաջյանը շեշտեց, Ծառուկյանը քաղաքականությունից չէր հեռացել, նա այսօր էլ ազգային ժողովի падգամավոր է։ Նկատենք, սակայն Ծառուկյանը շարունակում է բացակայել խորհրդարանական նիստերից եւ հետեւաբար լրագրողները հարց տվեցին, ինչպես է գնահատում Ծառուկյանի падգամավորական գործունեությունը։ Շատ ընդհանրական հարց եք տալիս։ Հավելենք, որ իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հերքեց, թե Ծառուկյանն իր քաղաքականություն վերադառնալու հարցը քննարկել է իշխանության հետ։ Որևէ հանդիպում, որևէ քննարկում ոչ միայն հանրապետականների հետ, առավել եւս հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի եղել, եւ դա զուտ լրատվական հետաքրքրություններ են։ Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն անցած տարի Ծառուկյանի մասին խոսելիս ասում էր, թե քաղաքականությունը բազմամարդ չէ, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը վերանայել է իր մոտեցումները, Բաղդասարյանն արձագանքեց։ Ում մոտ է փոխվել։ Մեզ մոտ որևէ բան չի փոխվել։